Պարոն Պետրոսյան, Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսօր հյուրընկալվել եք կրկին մեր տաղավարում եւ պարբերաբար պարոն Պետրոսյան, երբ լինում է ասելիք ձեզ մոտ որոշակի կուտակում, ես անպայման ձեզ միշտ ահազանգում եմ, որ այդ տեղեկատվությամբ նաեւ մեզ հետ կիսվեք, բայց հաղորդման սկզբում ուզում եմ անպայման խոսենք այսօր տեղի ունեցող կարևորագույն իրադարձության մասին։ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ հետ մեկնել է Աբու Դաբի եւ Աբու Դաբիում այսօր հանդիպել է Իլհամ Ալիևին տետատետ հանդիպումներով։ Ես պարզապես ուզում եմ ասել, որ մեր հաղորդումը մի փոքր շուտ ենք մենք տեսագրում, առավել մանրամասները այսօր հեռարձակման մեր հաղորդման ընթացքում արդեն կարող եք նաեւ լրահոսից հետևել, բայց այստեղ մի շատ կարեւոր դետալ կա, որին ուզում եմ անդրադառնալ, թե ինչ նպատակով է Փաշինյանը գտնվում Աբու Դաբիում, ուրեմն փետրվարի 4-ին Փաշինյանն Աբու Դաբիում մասնակցել է Զայեդ մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը եւ որպես մեծն խաղաղարար եւ խաղաղությանը նպաստ բերող, այսպես ասած, երկրի ղեկավար առաջնորդ մրցանակի արժանացել։ Ինչպես եք մեկնաբանում այս ամենը։ Տեսնում եք, մարդիկ նրան գովում են, ասում են խաղաղություն կերտած առաջնորդ է, պատերազմը հաղթահարած առաջնորդ է։ Դուք միշտ հակառակն եք պնդում, պարոն Պետրոսյան։ Մի քանի հարց տվեցիք, մի ընդհանուր հարցի մեջ։ Փունջ։ Բոլորին այո, հաթաթ անդրադառնամ։ Նախ, ինչ վերաբերում է տիկնոջ հասկացությանը։ Այո, տիկինն էլ է այցելել։ Նա տիկինը չի։ Ընտանեկան օրենսգրքի առաջին հոդվածի երկրորդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում, այսինքն ԶԱԳՍ-ում արձանագրված ամուսնությունը, իսկ իրանք պաշտոնապես հրապարակային հայտարարել են, որ իրանք ԶԱԳՍավորված չեն։ Հետևաբար ինչ գործ ունի նրա կողակիցը Աբու Դաբիում։ Դե իրենք ասում են իր կինն է, երեխաներ ունեն համատեղ կյանքում։ Հետո ես էլ կարամ շատերից երեխա ունենամ։ Հետո նա կին չի։ Նա չի օգտվում այդ կարգավիճակից։ Այսինքն այն էլ ինչ որ հիմա անում են, սա պետական բյուջեի հաշվին քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի համաձայն անհիմն հարստացում է։ Պարոն Պետրոսյան, քաղաքացիական ամուսնություն որպես այդպիսին պետությունը չի ճանաչում, օրենքով չի, բայց չի ճանաչում։ Նման բան չկա։ Ընտանեկան օրենսգրքի առաջին հոդվածի երկրորդ մասում այդ հարցը կարգավորված։ Հիմա այստեղ լավ դիտարկում եք անում, օրինակ օրենքի շրջանակներում հնարավոր է, ասենք, պատասխանատվության տիրույթ տանել այս հարցը, օրինակ, որպես բյուջեից ֆինանսավորվում է եւ այլն։ Քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի համաձայն դա դիտվում է որպես անհիմն հարստացում, այսինքն դու չունենալով դրա իրավունքը այդ հնարավորությունից օգտվել ես պետական բյուջեի միջոցների հաշվին, վաղը դու գալու ես պատասխան տաս։ Վնաս հատուցես պետական բյուջե։ Այսինքն այս մի դրույթով էլ կարող են կանգնել դատարանի առջև։ Իհարկե։ Ահա։ Իսկ ինչ վերաբերում է այդ եղբայրական ինչ ասեք մարդկային։ Զայեդ, այո, Զայեդը, որը այսպես է ձևակերպված, Զայեդ մարդկային եղբայրության 26 թվականի մրցանակաբաշխությունը ամեն տարի տեղի ունի։ Հայաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանը ոչ մարդկայնության տեսանկյունից է դրական բնութագրվում, ոչ է եղբայրության։ Ինչ մարդկային եղբայրություն։ Դուր մարդկությունն ուր, եղբայրությունն ուր։ Դու որ մարդ ալնես, այսքան սրբազան կձերբակալես, կալանավորես։ Դա ասում է հանցագործներ են։ Բանմեղության կանխավարկածը։ Մենք գիտեք, մի անգամ էլի ձեր եթերում էլ եմ ասել։ Իրանք քաղաքական բանտարկյալներ են։ Եվրոպայի խորհրդարանական վեաժողովի 2012 թվականի հոկտեմբերի 3-ի բանաձև կա 1900-րդ բանաձևը, որտեղ ասում է ովքեր են քաղաքական բանտարկյալները։ Ու ամենահիմնական բանը երկուսն են կետերը՝ կարծիք արտահայտելու համար եւ մեկ էլ անհամաչափ վարչարարության ենթարկվածները։ Այսօր Նիկոլ Փաշինը, այդ Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանը, այն օր ազգային ժողովում ասեց ոտերներդ կջարդեմ։
Սա բռնության սպառնալիք է։ Բայց միայն այդ չի, շատ է այդպիսի բռնության կոչեր հնչեցել։ Ցեմ ձեզի KGB-ի պատվալները։ Հիմա այս արտահայտությունների համար, եթե Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն բոլորը հավասար են օրենքի առաջ, բայց ինչի Նիկոլ Փաշինյանը չի կանչվում պատասխանատվության։ Չգիտեք։ Ավելի վտանգավոր հայտարարությունների, որովհետև կամակատար դատարաններ ունեն, կամակատար իրավապահ համակարգ ունեն։ Ինքը իր պաշտոնավարման 100-րդ օրը հանրապետության հրապարակից ասեց, ես երկրում այդպես դատավոր կա, որ իմ ասածը չանի, վարչապետի ասածը։ Եվ ինչ բնորոշում տվեց, ասեց վնգստացող դատավորներ են։ Փաստորեն ճիշտ էր, բայց ստե վնգստացող դատավորների մասը ես հեսա կանդրադառնամ, բայց իր արարքը որպես իրավաբան եմ ես գնահատում, դա սահմանադրական կարգի տապալում է։ Քրեական օրենսգրքի 420-րդ հոդված, որովհետև սահմանադրական կարգի տապալումը, երբ որ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ասում է, որ պետական մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով։ Եթե կհիշեք, եթե չեմ սխալվում, 2019 թվականին ինքը հանձնարարեց դատարանների դռները փակել։ Այո։ Ասեց շրջափակել դատարանները, հիշում եք։ Սահմանադրության որ նորմով կամ որևէ այլ նորմատիվ իրավական ակտի որ նորմով է նման իրավունք իրան վերապահված։ Հասկանում եք, ես 100 անգամ ասել եմ, ավելորդ չեմ համարում կրկնել։ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալու, որովհետև ինքը շատ լավ գիտակցում է, որ իր այս 7-ամյա պախտոր պաշտոնավարման շրջանում ինքը հեղինակել է քրեական օրենսգրքի ծանրագույն հանցագործությունները ու շատ լավ գիտակցում է, որ պահին հրաժարական տվեց, կես ժամ հետո ինքն է հայտնվելու ազգային անվտանգության այդ իր ասած պատվալում։ Հատ ասում եմ հանցագործությունները 418 հոդված քրեական օրենսգրքի պետական դավաճանություն։ Թշնամու կողմն անցնելը այսօր իր բոլոր գործողությունները բախում են Ադրբեջանի շահերից։ Թշնամու կողմը անցնելը մենակ ինչի որ դու վազելով սահմանը անցնես իր տարածք։ Թշնամու կողմը ավելի վտանգավոր անցնելը այն է, որ դու քո երկրում ներքին քաղաքականությունը բախեցնում ես թշնամու շահերից։ Սա թշնամու կողմն անցնելը։ Երկրորդ, քրեական օրենսգրքի 420 հոդվածը սահմանադրական կարգի տապալում։ Սահմանադրական կարգի տապալումը, երբ որ նակայանում ասում է, խի Հայաստանում տես դատավոր կա, որ իմ ասածը չանի։ Բա ուր մնաց սահմանադրության 162 հոդվածը դատավորները անկախ են, դատարանները անկախ են։ Հակակշիռների զրսումների մեխանիզմն է։ Ինչ իրավունք ունի գործադիր իշխանության բանը ժամավաճառը գիժ Նիկոլը, այս որպես հապավում գործադիր իշխանության ժամավաճառ գիժ գործադիր իշխանության, հա։ Ժամավաճառում ըստ էության որևէ բուն աշխատանք չի կատարում։ Հիմա գիժ մարդը ինչ իրավունք ունի վերահսկել դատավորների գործունեությունը։ Էսի սահմանադրական կարգի տապալումը։ Եվ երրորդ ավելի էլի ծանր հանցագործություն քրեական օրենսգրքի 421 հոդվածը տարածքային ամբողջականությունը զիջելուն ուղղված գործողություններ կատարելը։ Գորիսը այսօր բանը ջերմուկը ադրբեջանցիների հսկողության տակ է։ Բանում Տաշիրում քանի գյուղ հանձնվեց։ Սև լիճը Տավուշում ներողություն։ Տավուշի մարզում հանձնվեց քանի գյուղ։ Սև լիճը, սա տարածքային ամբողջակ 10-ից 15 տարի ազատազրկում։ Պարոն Պետրոսյան, այստեղ սահմանադրական կարգի տապալման մասով որ արձանագրում եք անում, ինձ նաև հետաքրքիր է, եկեղեցու դեմ կազմակերպված այս արշավը, դա էլ չի սահմանադրական կարգի տապալման գլխավոր, որովհետև Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետությունը անջատ է կրոնական կազմակերպություններից։ Իսկ այսօր սրա քրչափրչախումբը
Բոլորը լծված են այդ գործին, ոնց անեն եկեղեցին տապալեն, հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Դե մտնում են եկեղեցու նվիրապետական կարգին միջամտում են։ Այդ նվիրապետական կարգին համապատասխան ներքին, այսպես որոշումները վիճարկում են դատարաններում։ Նիկոլ Փաշինը, այդ ապիկարը երկոտանին, այնքան անպատկար է, լրիվ իրադրությունը շորտված է ներկայացնում։ Ասում է եկեղեցին միջամտում է պետության գործերին։ Այդ տղա, լսի, ուր է, երևի նայում է հիմա։ Ուրեմն դու ես միջամտում եկեղեցու գործերին։ Եկեղեցին ինչով է միջամտել, բայց հարգելի Ռիփսիմե, եկեղեցին ինչ որտեղ իրավունք ունի միջամտել պետության գործերին։ Ինչու՞։ Այդ հնարավորությունը նախատեսված է սահմանադրությամբ։ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերակատարությունը հայապահպանման գործում։ Այսինքն եթե եկեղեցին գտնում է, որ այդ իշխանությունը չի իրականացնում հայապահպան գործունեություն, ինքը պարտավոր է անգամ, ոչ թե իրավունք ունի, պարտավոր է միջամտել, բայց պետությունը իրավունք չունի միջամտել։ Բայց դուք որտեղ եք տեսել, որ եկեղեցին միջամտի պետության գործերին։ Ընդհանրապես հայտարարություններով, հորդորներով հանդես է եկել, ասել է, այսինքն ինչ է ասել եկեղեցին, Արցախը պաշտպանել, Արցախի հուշարձանների մասին բարձրաձայնել, եւ այս վայնասունը այդ ամենից հետո բարձրացավ, եթե հիշում եք, Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն ասում է յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը ազատորեն արտահայտելու իրավունք։ Յուրաքանչյուր ոքի մեջ մտնում է նաև եկեղեցականը։ Նրանք քաղաքացիներ են։ Հա, եկեղեցականը։ Այդ արքեպիսկոպոսներ, չգիտեմ, սրբազանները, նրանք են յուրաքանչյուր ոք եւ ունեն իրենց սահմանադրական իրավունքը։ Իսկ սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն անձին ազատ են անել այն, ինչ արգելված չի օրենքով եւ չի խախտում այլ անձանց իրավունքները։ Հիմա սրբազանները ինչ որ արել են կամ Սամվել Կարապետյանին ուրեք տարե կալանավոր, այ անգրագետներ։ Վահագն Չախալյանը, հայրենասեր տղայա, Խաչիկ Գալստյանը, այո, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր մարդ, այ գետինը մտնեք դուք ձեզ թողած, նախի Նիկոլ Փաշինյանին ոտները ջարդելու սպառնալիքի համար չեք կանչում պատասխանատվության։ Նորից եմ ասում, Սահմանադրության 28 հոդվածն ասում է, բոլորը հավասար են օրենքի առաջ։ Ո՞նց են հավասար։ Այսինքն են, որ ասում է մեկնի պապանց պարանորդի, մեկին ոչ մի մայքի։ Հա, լրիվ դա է։ Այս վիճակն է հիմա մեր երկրում։ Այսինքն մեր երկրում չկա դատական համակարգ, չկա օբյեկտիվ արդարադատություն, ընդհանրապես իրավաբանությունը գցել են աղբանոց։ Պարոն Պետրոսյան, այ դուք ասացիք, որ դատավորներին հետո կանրադառնանք։ Հիմա տեսեք, կան դատավորներ, արդեն այդ անուն ազգանունները հայտնի են բոլորիս, որ եթե հատուկ մշակված ձևով, հա, ինչ որ այսպես կարուսելներ են անում, չգիտեմ ոնց են անում, գործը անպայման տանում քաղբանտարկյալ, պոտենցիալ քաղբանտարկյալների եւ արդեն իսկ քաղբանտարկյալ դարձած թե սրբազանների, թե հանրային քաղաքական ակտիվ գործիչների պատտեցնում են գործը սրանց մոտ են գցում, պարտադիր վճիռները մենք արդեն կամ որոշումները մենք գիտենք թե ինչպիսին են լինելու։ Կանխատեսելի, միշտ երկամսյա կալանքը խափանման միջոց որպես այդպիսին, հետագայում ամիսներով շարունակել նույնը եւ սրբազանների մասով եւ Սամվել Կարապետյանի մասով այս դատավորները օրինակս ձեզ հիմա մի քիչ կարող է էմոցիոնալ լինի, լավ ամոթ չունեն, հասկացանք, ամոթ չունեն, կամակատար են, բայց այս երկրում ես վստահ եմ, որ կյանք կա Նիկոլից հետո, հասկանում եք, եւ լինելու է այդ կյանքը։ Ինչ պիտի լինի դրանց հետ։ Ցանկացած հանցագործ, ես որպես իրավաբան եմ ասում։ Հապա միշտ ներքին հույս ունի, որ իր արարքը չի բացահայտվելու կամ ինքը չի դատվելու։ Բայց սա հանրային արարքներ են։ Ահա։ Այդ դատավորները, որոնք անմեղ մարդկանց պատասխանատվության են ենթարկում,
Դրա համար պատասխանատվություն կա։ Քրեական օրենսգրքի 480-րդ հոդվածն է։ Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը։ Իրանք բոլորը այդ հոդվածով գնալու են, սրանք խաբար չեն։ Ես դա եմ էլի ուզում, որ ամրագրենք ասեք։ Ասում եմ, իրանք բոլորը գնալու են քրեական օրենսգրքի 480 հոդվածը ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Իսկ կարող է իրենք ամեն դեպքում հույս են դնում հաջորդ իշխանությունների բարոյականության, բարեգթության վրա, որ ամեն դեպքում նրանք իրենց հանդեպ ամունիստիա կունենան։ Բարեգթությունը անձին չի ազատում պատասխանատվությունից։ Ասենք մեկը բռնաբարություն արածն է, ասես ես բարեգութ եմ, քեզ ազատում եմ այդ հոդվածից։ Չէ, հույսները դնում են, որ ասեն դե ճնշումների են ենթարկվել, արել ենք, ինչ անենք։ Հետո այդ արդեն բան է։ Իրանք իրանց են սարքում փալաս։ Գիտեք ինչ։ Ես մի քանի առիթով ասել եմ, այո, փալաս են շատերը։ Բոլորը չէ, կան նաև արժանապատիվ դատավորներ։ Ես խոսում եմ քաղբանտարկյալների որոշումներն ու վճիռները կայացնողների մասին։ Կարող եմ նույնիսկ կանոններ ասել։ Մասիս Մելքոնյան, Ֆարխոյան, այն մի հատ ջայլ աղջիկ կար, որ ամուսինը ոստիկաններ անունը չեմ էլ հիշում, որ Միքայել Աջապահյանի վճիռը կայացրեց երկու տարով։ Այս ամեն ինչի պատասխանը տալու ժամանակը գալու է, չէ՞։ Անպայման։ Չկա տենց մարդ, որի պատասխանատվության ժամանակը չգա։ Պարզապես կարա մի քիչ շուտ լինի, մի քիչ ուշ լինի, բայց խնդիրը ինչու՞մն է, ես միշտ ասել եմ, մեր երկիրը կործանում է երկու կարևոր գլխավոր պատճառ՝ անգրագիտությունը եւ մորթապաշտությունը։ Այդ ձեր ասած այդ մորթապաշտության մեջ է, որ հարցում ես ասում են դե բա հրամանակ կատարել ենք, բան է էլի, յանի պատվերը կատարել ենք քաղաքական։ Արա, ամոթա դուք երթում եք տվել, դատավորը երթում է տալիս, որ երթվում է հավատարիմ լինել սահմանադրությանը, կատարել իր սահմանադրության մեջ գրած է, որ սրբազանին կարած կարծիք հայտնելու համար դու կալանավորես, հա, այ անգրագետ։ Չէ, դե գործ են դնում, մեկին ասում են թմրամիջոց է տարածում, մեկին ասում են ահաբեկչության ակտ է կազմակերպել, մեկին ասում են միտինգներ է մարդ ուղարկել, այն Միքայել Սրբազանին ասում են հեղաշրջման կոչ է արել, մի բան գտնում ասում են, բան պետք է։ Հիմա այս բանը վերջում ես կհիշացնեք ակրոստիկոս ունեմ։ Այդ վերջում կանրադառնանք անպայման։ Այս բանը Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլ Փաշինը վստահ ասում եմ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այն բարձրության վրա, որ երկրորդ շարժիչը միանալու ժամանակն է։ Օրինակ էսի ինչ է նշանակում։ Երկրորդ շարժիչը որն է։ Առաջինը որն է։ Վտարոյե դիխանիա երևի էլի, հա նկատի ունի որ շարժիչը դիխանյան չի, դիխանյան շարժիչ։ Կարող է թարգմանել լավ չի։ Հա, հանճարեղ մարդ է։ Ժամանակ չունեմ, հələ սրա տխմարություններ էլի, ասենք, սրան ով է խորհուրդ տալի, ով ասեց հուշում ինչ ապուշություններ դուրս տա։ Ժամանակ չունեմ, հետևաբար պետք է գործեմ անշտապ։ Ասենք դուք կարաք մեկնաբանել, ես ինչա նշանակում։ Այդ ինքն է ասել։ Հա, ես կյանքում չեմ բանսարկության չեմ զբաղվել։ Պարոն Պետրոսյան, դուք ո՞նց եք կարողam դրան լսեք, մի հատ է մեջբերումները հանեք։ Ես իրա ձենից խորացված նևրոզ ունեմ։ Մեռադեղ խմելով իրա ձենից, բայց ստիպված լսում եմ, որ փաստարկված հակադարձ եմ։ Համատարած աշխատանքից ազատումներ։ Ասում է աղքատության մեղավորը մենք չենք։ Ինք քաղաքացին է։ Ինքը քաղաքական հայացքների պատճառով մարդկանց աշխատանքից ազատում է։ Ու ասում է աղքատության մեջ դուք եք մեղավոր։ Այդ աղա Նիկոլ, լսի, սահմանադրության համաձայն բարձրագույն արժեքը որն է։ Մարդն է։ Երրորդ հոդվածի համաձայն։ Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն Հայաստանը սոցիալական պետություն է, չէ՞։ Այո։ Նաև սոցիալական, դե ասում եմ սոցիալական, ժողովրդավարական, ինքնիշխան եւ իրավական։ Հիմա սոցիալական պետությունը, եթե իրան պարտավորված չի համարում աշխատանքով ապահովել քաղաքացուն, բա դրա ի՞նչն է սոցիալական։ Բա դու ի՞նչ գործ ունես այդտեղ վերընկած։ Կներեք, նրանք ասում են, որ մենք ինչ եկել ենք իշխանության 250,000 աշխատատեղ են։ 275,000։ Լավ հիշեցիք, ես 250 էի հիշում։
275,000 աշխատատեղ են։ Բացարձակ սուտ է։ Ես որպես փաստաբան հիմա որոշել եմ պարզապես գիտեք, ես քանի օրը իմ հետ անձնական դժբախտություն տեղի ունեցավ, ես պետքա հարցում անեմ գրավոր, տրամադրեք այդ 275,000 աշխատատեղերի տվյալները։ Արսեն Թորոսյանն էր ասում, որը սոցիալնախարար է դարձել։ Արսեն Թորոսյանը սոցիալական ապահովության հարցերի հետ այնքան կապ ունի, ինչքան ես հիմենապլաստիկայի հետ կուսաթաղանթի վերականգնում։ Թողել է պարոն Պետրոսյան։ Հա։ Հիմենապլաստիկա։ Որտեղից գտակ դա։ Դե տենց բժշկության մեջ բան կա, ուղղություն, հա, ինչա պլաստիկա։ Հիմենապլաստիկա։ Հիմենապլաստիկա։ Ուսաթաղանթի վերական, նա այդքան կապ ունի աշխատանքի եւ սոցիալական։ Բայց ինքը բժիշկ է, կարող է կապ ունենա դրա հետ։ Չէ, դրա հետ կարող է կապ ունենա, բայց ին կապն եմ ես ասում դրա հետ։ Հասկացա։ Հիմա այդ 200 համատարած ազատումներ են։ Ես կարող եմ անուն ազգանուն հիմա եթերով չտամ, եթե պետք լինի կտամ։ Ես փաստարկված եմ խոսում։ Կյանքում չեղած բան ես չեմ ասի։ Մարդկանց կանչում համատարած ասում են դիմում, դաժե բանվորին, ասում են դիմում դու սարի, որ իր տեղը բերեն ԿՊ-ական, քաղաքական պատուհասների կլուբի ակումբի բանվոր։ Հասկանում եք, բանվորը, որ այդ մարդու առած փողը ինչ է, սաղորը չարչարվի, տանջվի, բայց ասում են արի դիմում դու սարի, որ ԿՊ-ական բերենք։ Ասենք, այս սրա հեղինակը այս երկոտանին է։ Նիկոլ Փաշինը սա խոսում է աշխատանքից եւ աղքատությունից, ասում է մարդիկ իրանք են մեղավոր, որ աղքատ են, մենք մեղավոր չենք։ Տեսեք, թոշակների մասով խայտարակ հայտարարություններով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը, որի արդյունքում բավականին մեծ աղմուկ բարձրացավ կենսաթոշակային տարիք ունեցող մարդկանց շրջանակում, երբ նշեց, որ այդ 10,000 դրամ ինչի պիտի բարձրացնենք ձեր թոշակը, մեկը պիտի գնանք ձեր համար դեղ առնեք, կամ 20,000 ինչի բարձրացնենք, մեկը էլի պիտի տանեք այդ գումարը տան տաքացնելու։ Հասկացա ինչ եք հարցնում, ես լիարժեք տիրապետում եմ այդ հայտարարությունների, տեղյակ եմ։ Տեսեք, ստեղ նորից Նիկոլ Փաշինը դրսևորեց իր անգրագիտությունը։ Ինչու՞։ Սահմանադրական դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 649 որոշում կա, որի համաձայն աշխատավարձը եւ կենսաթոշակը հանդիսանում են անձի սեփականությունը։ Այո։ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն անձը ազատ է իր սեփականությունը տնօրինելու հարցում։ Արա, Նիկոլ, եթե մարդը դրա իրավունքը ունի, քույժ գործնա ինքը ինչ ուղղությամբ է։ Հիմա նույն բանն է ռիփսի մեջ է, ոնց որ մարդուն բերես աշխատացնես, բայց աշխատավարձ չտաս, ասես ես չգիտեմ դու ինչ ուղղությամբ կօգտագործ։ Արա քույժ գործնա։ Կամ տալիս եմ այն պայմանով, որ չգիտեմ, գնա սա անես մենակ։ Հա։ Դա իր սեփականությունը սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն ազատորեն տնօրինելու իրավունք ունի։ Այո։ Ինքն է որոշում։ Հիմա իմ ջեբը ինչքան փող կա, ես եմ որոշում, գնամ էդի ռեստորանում ծախսեմ, գնամ բժշկի տամ, չգիտեմ ինչ ուրիշ ուղղությամբ, մեկին նվեր տամ, մեկի ծնունդին գնամ։ Դու ինչ գործ ունես, արա դու вообще օրենք կարդում ես, իբր լրագրող ես եղել։ Բայց հիմա տեսեք, նաև կենսաթոշակների մասով ամբողջությամբ դարձրել է քարտային։ Այս խեղճ ծերերը մանավանդ հեռավոր գյուղերում ոչ խնդիր ունեն։ Կարևոր բան էլ ասեմ, հարգելի Ռիփսիմի, ես սա նաև 3-ի առաջ օրը այլ եթերով եմ ասել։ Այս իշխանությունը խաբար չի իր գլխի գալիքից։ Ինչի՞։ Սահմանադրության 84-րդ հոդվածի համաձայն ասում է, որ յուրաքանչյուր կարիքավոր եւ տարեց մարդ ունի արժանապատիվ կյանքի իրավունք։ Այո։ Իսկ այդ հոդվածի երկրորդ մասը ասում է, որ նվազագույն աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով։ Մենք ունենք նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենք 2003 թվականի դեկտեմբերի 17-ի օրենքն է, որի համաձայն իրանց օրոք ավելացում արվեց, որ նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ է։
Այո։ Այսինքն այս նորմի համակարգային մեկնաբանման արդյունքում, իսկ համակարգային մեկնաբանումը դա նախատեսված է նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 41-րդ հոդվածում, որ պետք է ընդհանուր բովանդակությամբ մեկնաբանել։ Այդ նշանակում է, որ այսօր Հայաստանում ժողովուրդ լսեք, ձեր ցավը տանում, պետք է նվազագույն թոշակը լինի առնվազն 75,000 դրամ։ Իրանք են սահմանել։ Այսօր ինչքան թոշակառու կա, որ ասենք 60,000 է ստանում։ Բայց 75,000 դրամ ստանում են միայն, չգիտեմ, 50 եւ ավել տարիների աշխատանքային ստաժ եւ որոշակի բարձր աշխատավարձ ունեցող թոշակառները։ Ո՞վ է այս երկրում 75,000 դրամ թոշակ ստանում։ Շատ քչերը։ Միջինը 40,000-ն է, 30-ից 60,000, այո, 75-ն արդեն համարվում է բարձր թոշակ։ Էն էլ այդ մարդիկ ամբողջ կյանքը տանջվել, տառապել, չգիտեմ, կամ հատուկ նշանակության աշխատանքների մեջ են եղել։ Այսինքն իրանք պարտք են թոշակառուին։ Իհարկե։ Եվ թոշակառուի իրավահաջորդները, եթե անգամ այդ թոշակառուները մահանան, իրենց իրավահաջորդները, զավակները, քույրը, եղբայրը, իրավունք ունեն պետությանը դատի տալ պակաս վճարված կենսաթոշակը բռնագանձելու պահանջով։ Այդպես կարգել կա, այդպես հնարավորություն կա, այսինքն եթե չի վճարել ինքը սեփականատեր է եղել, հիմա մահից հետո ենթադրենք այդ թոշակառուն մահացել է։ Իր ժառանգը ընդունել է, իր ժառանգությունը։ Այտենց է, քաղաքացիական օրենսգրքի համաձայն ինքը իրավունք ունի հայց ներկայացնել պետության դեմ։ Բայց եթե պարոն Պետրոսյան մարդը մահացել է, ինչպես պիտի, էլ ինչի պիտի պետությունը իրեն թոշակ տա։ Չէ, չվճարված մասը։ Չվճարված մասը։ Մինչև մահանալը։ Հա, հասկացա։ Դրա մասին է, թե չէ մահացածին ինչ կենսատու։ Դե հա, դե պարզ է։ Հիմա այս Պապոյանը ինչ է այս Էկոնոմիկայի նախարարը, հա։ Վարչապետը թմբուկը նվեր էր ստացել մի քանի ամիս սովորել էր գործիքին տիրապետելու համար։ Ասենք այս նյութը էկոնոմիկայի նախարարի ինչ ասելի։ Ռիփսի մեջ են սրանք լրիվ ծիծաղի առարկա են։ Նախ վարչապետը բանուգործը թողեց տնտեսությունը թմբուկ է նվագում, սկսենք դրանից։ Արա դու որորվա նվագում։ Նախընտրական քարոզչություն է անում, պարոն Պետրոսյան, սկսել է արդեն, չեք տեսնում։ Բայց թմբուկ նվագելը քարոզչությանը ինչ կապ ունի։ Եվ երկրորդ, այդ փաստը հիմնավորում է էկոնոմիկայի նախարար, գոնե մշակույթի այն բանը Ժաննա Անդրեասյան ինչա, էդի ասենք ասեր, այն Պետրոսի կնիկը։ Էկոնոմիկայի նախարարը ինչ գործ ունի, հիմնավորի թե վարչապետը խիա թմբուկ նվագում։ Հələ սրանց բանուգործը այսինքն հասկանում եք, Ռիփսի մեջ այս իշխանության ներկայացուցիչները բոլորը զբաղված են իրանց հետ կապ չունեցող գործով։ Գիտեք, հարգելիս, ես մի կարծիք ունեմ, որ մարդու բարոյականությունը մեծապես կախված է նրանից, թե նա ինչքանով է կարողանում իրեն հեռու պահել իր հետ կապ չունեցող կարգավիճակներից։ Էկոնոմիկայի նախարարը հիմնավորում է թմբուկ նվագելը։ Երեք էլ մեկը կար, մի նախարար էր, ինչ էր, մարզպետ էր, վայ սուտ կլինի, որ ասեմ անունը կհիշեմ, Խուդացյան, հա, թե հա։ Դա նախարար է, թե նախարարը։ Ինչի նախարարն է։ Չգիտեմ ինչի, դրանց ով է ճանաչում։ Երեք գիտեք, ուղղակի կարդացի ազգանունը, մի հատ տենց մի քիչ բան կլոր գլխով տղա է, այդպես արձանագրեցի, ասում է դե ես ասում եմ չէի մասնակցել այդ բենդում ներգրաված չէի, որովհետև ես վարչապետի նման տաղանդ, շնորհք, ռիթմ, ունակություններ չունեմ, դրա համար էլ ներգրաված չեմ, այ որ հիշեմ թե դա որ նախարարներ, դա էլի իրեն հետ կապ չունեցող։ Չէ, սրանք ոչ մեկ իրանց հետ կապ չունեն, իրենց բանած գործեր, անսամբլի գործերով։ Իրանց զբաղեցրած կարգավիճակի հետ բացարձակապես կապ չունեն։ Հələ այս բանը, Արաբատ Միրզոևը բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է մեր քաղաքացիների համար, խնդրեմ։ Արտաքին գործերի նախարարը խոսում է բենզինի ձեռքբերման մասին։ Յա, բա բենզինի ձեռքբերման մասին խոսում է, որտեղ ադրբեջանական բենզինից է խոսում։ Իսկ ադրբեջանական բենզինը, որ Հայաստան է գալիս ընդամենը 50 դրամ էժան ցուցիչով, Արադ Միրզոյանը իր սեփական հաղթանակն է համարում, պարոն Պետրոսյան։ Բայց բանը ազգային ժողովի ոչ բարով նախագահ կոչեցյալ Ալի Սեմինը, դե դա
թրքամետ մարդ է, դրա համար ես թրքական եմ։ Ներողություն, 3 մարդու իրավունքների պաշտպանը ասաց, որ այլևս պետք է մենք մեր խոսույթից հանենք թուրք բառը, թուրք հասկացությունը, որովհետև ազգային խտրականության ցուցանիշ է դա եւ մարդիկ պետք է հասկանան, որ դրա համար պետք է նաև պատասխանատվության ենթարկվեն, որովհետև դա ազգային արժանապատվությունը ոտնահարելու, մարդու իրավունքը ոտնահարելու խնդիր է։ Չէ, մի րոպե, ես չեմ իհարկե նայել, չեմ տեսել այդ հրապարակումը։ Մարդու իրավունքների պաշտպանը։ Բայց Նիկոլ Փաշինյանը ասել է, որ թուրք վիրավորանք չի։ Ես բաց չեմ զգում, որ ինձ ասեն թուրք։ Հա, ասել է, սա էլ ասում է, եթե դուք փորձում եք միմյանց ինչ-որ կերպ պիտակավորել թուրք անվանումով, ապա դրա համար պետք է միանշանակ պատասխանատվություն լինի։ Դե հիմա գործող օրենսդրության համաձայն նման պատասխանատվություն չկա ազգին իր անվանումը տալու համար։ Հիմա ես մեկին ասեմ ուզբեկը ասենք, էս ինչը։ Կամ չգիտեմ, ռուսա, կամ բան չինացի է, դա եղա պատասխանատվության հիմք։ Դե հիմա Ալեն Սիմոնյանը հայ է։ Ալեն Սիմոնյանն է հայ։ Ես էլ Ուրուգվայից եմ։ Ինչ եք վերաբերում։ Կա պատերազմի կուսակցություն, դա ասում է Ալիսեմինը։ Եվ կա խաղաղության կուսակցություն։ Ռիծեմե ջան, ես ասել եմ, էլի կրկնում եմ, խաղաղություն նախ չի լինելու։ Որովհետև խաղաղությունը դա հարաբերականորեն կամ լրիվ հավասար սուբյեկտների միջև կնքվող գործարք է։ Իսկ այսօր ցավոք սրտի Հայաստանը հավասար կամ գոնե հարաբերականորեն հավասար չի Ադրբեջանի հետ։ Եվ այդ խաղաղության օրակարգը սա նախընտրական քարոզարշավի նյութ է։ Ինչ խաղաղություն, եթե իմ երեխեն քու մոտ գերի է։ Եթե մենք անգամ մեկ գերի ունենք Ադրբեջանում, ուրեմն խաղաղության մասին խոսք չկա։ Սա նախընտրական քարոզություն է, ժողովուրդ ձեր ցավը տանեմ։ Ձեզ ուզում են ցույց տան իբր խաղաղություն են բերել։ 5 րոպե հետո կարող է այսօր ստե պատերազմ լինի, որովհետև թուրքը այսօր բանակը զինում է, նոր տեխնոլոգիաներ է բերում, նոր տեխնիկա է բերում, իսկ դուք բանակը քանդում եք։ Եվ Ադրբեջանի առյուծի բաժինը պետական բյուջեի հենց բանակը վերազինելու։ Այո, բանակը վերազինելու, հզորացնելու վրա է գնում։ Իսկ սրանք բանակը ոչնչացնում են։ Ինչ խաղաղություն կարող լինի։ Ու ելի եմ ասում, Ռիփսիմե ջան, շատ բարձ բան եմ ասում, ես ինչ մի հայտնագործություն չեմ։ Եթե ես քեզ ասում եմ, դու իմ ընկերն ես, իմ հարազատն ես, բարեկամ ենք մենք, բայց ես քո երեխուն իմ մոտ գերի եմ պահում, Այդ եղավ խաղաղություն։ Չէ։ Իսկ մենք այսօր ադրբեջանական բանտերում ունենք Արցախի նախագահներ, ունենք ռազմական գործիչներ։ Հենց միստր Ուժասին։ Սարսեն Թորոսյանն է, սոցիալ-նախարարը։ Հա, կարակ մեծացնեք նայենք։ Դե բոլորը գիտեն իրան։ Ասմա բանը։ Առանց աշխատանքի հնարավոր չէ պայքարել աղքատության դեմ։ Իրանք մարդկանց աշխատանքից զրկում են։ Ու հետո էլ խոսում են աշխատանքի մասին, աղքատության մասին։ Կամ էս, որ ասում են դդում։ Որպես պատասխանատու քաղաքացիներ են Արայիկ Հարությունյանն ինչ է, վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Որպես պատասխանատու քաղաքացիներ եկեք օգնենք համակարգին, անջատենք ավելորդ լույսերը։ Ասենք վարչապետի աշխատակազմի ղեկավարը զբաղված է լույսերը անջատելու կոչով։ Էդ էլ բան է, էլի, հեծում ուզում են տնտեսումներ անեն երևի որոշակի։ Չէ, բայց ասենք ինքը ինչ կապ ունի դրա հետ։ Վայ, պարոն Պետրոսյան, հիմա դե ինչ ուզում խոսում են, դուք իզուր տեղը նյարդեր եք քայքան։ Ներողություն եմ խնդրում, ես էլ բանն ասում։ Նիկոլ Փաշինյան։ Ներողություն եմ խնդրում Հիսուսին միայնակ թողնելու համար։ Այդ լսեք։ Արա դա եպեք իրար հետ եղե դուք։ Վլոտ եք խաղացել, ինչ եք արել։ Հիսուսին միայնակ, յանի Հիսուսի հետ ինքը գնացել մնացել է, մի հատ էլ մենակ է թողը հիմա։ Դե գիտեք, այս հապաղցությունը։ Հիսուսը ջան, այս ցինիզմը ես չեմ հասկանում։ Ծաղրում են մեզ, բոլորիս, քեզ, ինձ, մյուսների։ Հիսուսին մենակ եմ թողել։ Իբր թե եկեղեցու դեմ արշավի մի դրվագն է դա, պարոն Պետրոսյան։ Ասում է, որ
Հոգևորականները պիղծ են, են, մեր եկեղեցին է վարյա գնաց է, Հիսուսն էլ մենակ է մնաց է։ Ու էդի ում շնորհիվ։ Հասկանում եք, որ մեր եկեղեցին այնքան վատնա, որ Հիսուսը մենակ է մնաց է, Հիսուսի խոսքը այստեղ չի հասել։ Հիմա այստեղեն, տեսեք ինչ ջանքեր է գործադրում, որ Հիսուսի խոսքը նորից բերի հասցնի այս ժողովրդին։ Չէ, բայց ասում եք իրան դրել է մարգարեի տեղ, էլի սա, դուք հասկանում եք։ Կամ էլ ինչ մարգարե, ուզում Աստվածանա։ Ես էլ Հիտլերի քավորն եմ, եթե ինքը մարգարե է։ Դե ինքը ուզում է այդ ճանապարհը որոշել։ Հիտլերի քավորն է։ Դե կներեք, այդ իրական միստր Ուժեսը նորից։ Այսօրվա իմ գլխավոր բնորդուհին ինքն է։ Ընդդիմությունը փուրն է տալիս եկեղեցուն, խնդրեմ։ Լսրա ցինիզմը։ Ընդդիմությունը ինչով է փուրը տալի եկեղեցուն, արա։ Որա դու ամոթ չունես, որ ապրում ես։ Դու չես ամաչում, որ ապրում ես։ Ավելորդ գոյացություն։ Վերջնուր, քեզ գնա, բրծանենք։ Սես կարակ կլի։ Բայց գիտեք, այս տղան միշտ ասում էր, որ ինքը բան է, աթեիստ է, չգիտեմ ինչ է։ Անաստված։ Հիմա էլ ինչ որ ընկած են բանը, Բրեմենյան երաժիշտների խմբով ամբողջ օրը թափառախմբի, հա, թափառախմբով էս եկեղեցու տեն եկեղեցի է գնում, սա ինչ կապ ունի եկեղեցու հետ գնում է։ Ինքը բայց հայտարարել է, չէ՞ որ ես աթեիստ եմ։ Ես կապ չունեմ, ծաղրում էին, Աստվածաշունչն էին ծաղրում եւ այլն։ Բա հիմա դուք ինչ գործ ունեք այդ եկեղեցիներում, ես չեմ հասկանում։ Շեֆը հրահանգելա գնում է զորով դառել են հավատացյալ զորով։ Հա, իրանց ամեն ինչը զորով է։ Մարգարե Նիկոլի շնորհիվ։ Բա։ Ուրեմն այս բանը, այդ էլի այդ Պապոյանը ինչա։ Ադրբեջանից մի քանի հազար տոննա վառելիք են տալիս։ Այս մարդիկ չեն կարդացել Սահմանադրության 3-րդ հոդվածը, որտեղ Հայաստանը ասում է, Հայաստանում գլխավոր արժեքը, բարձրագույն արժեքը մարդն է։ Սրանց համար բենզինն է, վառելիքն է, սրանով ցույց են տալի իբր երկրին օգուտ են տալի։ Արա, ռազմագերիներին հետ բերեք։ Կարևոր արժեքը այդ տղեկն են, որ ես գտնում եմ Ռիփսիմե ջան, որ ցանկացած ազատամարտիկ ոչ միայն կռվել է իր համար, իր ընտանիքի, այլ նաև իմ համար, ես պարտք եմ։ Բա, մեր համար են կռվել, պարոն Պետրոսյան, մեր երկիրն են պահել, բայց այսօր մենք տեսեք ինչ աղետալի վիճակում ենք հայտնվել, պարոն Պետրոսյան։ Ամեն ինչ ունի իր ավարտը։ Այդ թվում եւ այս ճակերտավոր իշխանություն, ես սրանց իշխանություն չեմ համարում։ Գիտեք ինչի։ Սահմանադրության երկրորդ հոդվածը, որ ասում է իշխանությունը պատկանում է ժողովրդին, էդի մենակ այն չի, որ ընտրությունների վաղ թվեր գրեն, ասեն այսինչ կուսակցությունը հաղթեց։ Այդ հաղթած այն էլ ճակերտավոր ուժը պետք է հաշվետու լինի ժողովրդին, սա է ժողովրդավարությունը։ Այդ երկրորդ հոդվածը սահմանադրության դա է, որ ասում է իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը պետք է կարողանա վերահսկողություն իրականացնել իր իսկ ընդունենք թե օրինական ձևավորած իշխանության նկատմամբ, բայց այսօր դուք ո՞նց եք կարծում, գրագետ մարդ եք, շրջայաց մարդ եք, այսօրվա իշխանությունը հաշվետու է մեր ժողովրդին, բացարձակապես հաշվետու չի, այսինքն ստեղելի կա սահմանադրական կարգի տապալում։ Եթե մեր երկրում փոխվի որևէ բան, ես լիահույս եմ այդ առումով, պարոն Պետրոսյան, ես ուղղակի մեկ վայրկյան կասկած չունեմ, որ այս խունտան իրենց առաջնորդի հետ միասին միանշանակ կանգնելու է արդարադատության առջև, որովհետև այս ողջ պատմությունը, ինչ որ տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ 2018 թվականից սկսած, սա այս նաև ազգի, ժողովրդի, պետության նկատմամբ տեղի ունեցած ամենամեծ հանցագործությունն եմ համարում եւ ժամանակը կգա այդ ամեն ինչի պատասխանը։ Մենք ապրում ենք ամենախոշոր դժբախտության ժամանակներում, որտեղ ինչի համար, որ իշխանությունը բացարձակ հաշվետու չի ժողովրդին, ինչ ուզում անում են, ինչ ասես խոսում են, ամենաայլանդակ ձևով։ Ասենք Նիկոլ Փաշին, լսի արա, դու որ հելում ասում ես, ես ձեզի կլցեմ բանտերը, ածա պատվարներ, դու նման իրավունք ունես, դու չես ամաչում, այդպես բան ես խոսում։
Այսօր ռիփսի մեջ են որ երկրի վարչապետը իրան նման բան թույլ կտա։ Դե լավ, դե իդեպ երեք Արամը Վարդևանյան Վաշինգտոնում մասնակցում էր, Արամը Վարդևանյան մասնակցում էր Վաշինգտոնում կրոնական ազատությունների կոնֆերանսեր, մեծ, որը ամեն տարի կանում է, կարող է անունը չեմ կարողանում ճիշտ ձևակերպեմ, բայց այդպիսի մի մեծ միջոցառում է, որը ամեն տարի տեղի է ունենում, եւ ես այնքան ինձ լավ զգացի, որ մեր երկրից կար ներկայացուցիչ, իհարկե այս կադրերում նաեւ Խաժակ Սրբազանին տեսա, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբաններից, ով եվրոպական ներկայացուցչություն է ապահովում Մայրաթորի միշտ այդպիսի մեծ միջոցառումների ժամանակ եւ Արամը շատ փայլուն խոսեց եւ հենց հղում արեց, որ դուք պատկերացնում եք մի երկիր, կաթոլիկ մի երկիր, որտեղ իշխանությունը տվյալ կառավարության ղեկավարը եւ ողջ կառավարության կազմը ոտնձգություններ իրականացնեն եւ փորձեն պաշտոնանկ անել Հռոմի պապին։ Դուք այդպիսի բան պատմում, ասենք զարմացած հայացքներն էին այդ եվրոպացիների ցույց տալի, որ ասենք նույնիսկ ամենավատ երազում որևէ մեկի մտքով չանցնի ոտնձգություն իրականացնել կաթոլիկ եկեղեցու այս պարագայում Վատիկանի նկատմամբ, հա, ո՞նց կարող է տենց բան լինել։ Եվ Արամը կետարկետ նշում էր, ասում էր, այո, մեր երկրում դա է, եւ ասում էր, որ մեր երկրում եպիսկոպոսներ են դատվում, 7 եպիսկոպոս էլ անցած այս մի քանի օր առաջ կանչվել են որպես մեղադրյալ, այո, երկրից բացակայելու արգելք է դրված, եւ ինչ են ասում են, որ մի հատ թեմի առաջնորդ, ում նշանակել է այդ թեմի առաջնորդ կաթողիկոսը եւ կրկին ազատել է կաթողիկոսը, դա իր տնօրինությունն է, Ոմն Արման անունով մեկը գնացել եւ դատի է տվել, ասում է իրենք ինձ չեն կարող հանել եւ իրենք ինձ չեն էլ կարող կարգալույց անել։ Դուք պատկերացնեք մենք ուր ենք հասել։ Ցավոք պատկերացնում եմ։ Ուրեմն ասում է ՀՀ քաղաքացին երբ ուզի կարող է հեղափոխություն անել։ Էսի ասում է Հայաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլ Փաշինը։ Այդ մի խոսքի համար դու մարդկանց տանում կալանավորում ես։ Ոնց պիտի է։ Հեղափոխության մասին ես խոսում։ Ախր սենց ծաղար նորից եմ ասում Ռիփսի մեջան, սենց վիրավորանք ժողովրդի նկատմամբ ուղղակի անթույլատրելի է։ Պարոն Պետրոսյան, առաջիկայում խորհրդարանական ընտրություններն են, քանի որ մեր ժամանակն էլ քիչ է մնացել, դուք ինչ ակնկալիքներ ունեք, ինչ սպասելիքներ ունեք հունիսյան ընտրություններից։ Ես էլի առիթ ունեցել եմ ասելու հրապարակայնորեն, հիմա էլ կրկնում եմ։ Հարգելի Ռիփսի մե, համախմբվել է պետք։ Իրական ընդդիմադիր ուժերը պետք է համախմբվեն։ Ու այսօրվանից հələ արդեն ուշացել ենք։ Գիտեք ինչի, որովհետև եթե պիտի վերջին 2 օրը որոշեն համախմբվել, դա օգուտ չի տալու։ Հիմա պետք է բոլորը համախմբվեն։ Ցույց տան, որ իրանք միասնական են, որ այդ բանը Նիկոլ Փաշինը հասկանա, որ ինքը խնդրեմ ունի։ Ինքը գիտի, որ խնդրեմ ունի։ Ես անկեղծ եմ ասում, եթե ինքը կեղծիքներ չանի, 5%-ն էլ չի հաղթահարելու։ Այդպես մի հատ խոսք կա։ Դե վարչական ռեսուրսը շատ մեծ կարգով գործի են դնելու, պարոն Պետրոսյան, որևէ մեկը չի կասկածում, ճնշումներ, բռնաճնշումներ, վախեցնել, ամեն ինչ ինքը անելու է։ Այն օրը նայում եմ մի հատ նյութ, պատգամավոր ազգանունը լրագրողը Սյուզի Բադոյանը, ահա, եւ մեկ էլ պատգամավորը հարց է տալի ոստիկանին, ահա, ասում է ես չեմ պատասխանում ձեր հարցին, ահա, դե դեբիլ է, չի հասկանում, որ հանրային ծառայության մասին 2018 թվականի մարտի 23-ի օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի համաձայն հանրային ծառայողը պարտավոր է ապահովել հրապարակայնություն։ Ասում եմ դուք հիմա ինչի համար եք ստեղ։ Ձեր ղեկավարի անունը ասեք զանգեմ, ասում եմ ես ձեր հարցին չեմ պատասխանում։ Սա լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դասական դրսևորում է քրեական օրենսգրքի 237 հոդվածը։ Այսինքն ի՞նչ է նշանակում չեմ պատասխանում։ Այդտեղ դու պարտավոր ես
օրենքն է սահմանում, որ դու պետք է ապահովես քո հանրային ծառայության հանրամատչելիությունը, հրապարակայնությունը, բաց այդ գործես, ոնց թե չեն պատասխանում։ Գլուխը պատին ես տալի, որ չես պատասխանում։ Հիմա սա ինչ գործ ունի, որ պետական բյուջեի հաշվից են, ու որ նայես արտաքինին, սև, աֆրիկացու նման, կուզիկ, շախմատի ձիու պոզայով, բանա, ասենք, դա ինչ գործ ունի վաբշե պետական ապարատում։ Բայց Նիկոլ Փաշինը ինչ էր ասում, որ պարեկները պարտադիր չի, որ բարձրագույն կրթություն ունենան։ Ինչի, որովհետև անկիրթ մարդը շատ մոտ է անարդարությանը, անօրինականությանը, հեշտ է նրան ղեկավարել։ Մանիպուլացնել, այո, կառավարել, խնդիր դնել եւ ասել գնա արա։ Ասենք ինձ մեկը ասի գնա, էս ինչ բանն արա, ես հասկանալով, որ դա պետությանը դեմ է, հասարակության շահերին դեմ է, ես ոնց կգնամ կանեմ, բայց դեբիլ է ithում անում է։ Դե հա։ Ես այն օրը մեկին ասեցի, մի հատ կարմիր գդակավոր ասի Արիստելը։ Եկավ ասի արա, չեք ամաչում, որ գնում եք բան, եռաբլուրում զոհվածի ծնողին, թևերը ոլորում տանում եք ոստիկանություն։ Դե Պետրոսյան ջան, դե հրամանակ կատարում ենք։ Արասի լսի այդ տղա։ Հրամանը կտան ասեն գնա մերձավորիդ բռնաբարի։ Գնալու ես անես, բա չէ, Արասի դու նախ տանող ես։ Կարևորը քո գործը դու պահես։ Փողստանը։ Հա։ Ես 2009 թվականին, երբ որ նշանակվեցի նախարար, իմ քաղաքական ղեկավարը ինձ կանչեց, ասեց պետքա վարչության պետերից ազատվել, որ մերոնքականներին դնենք։ Ես ասես այդ բանը չեմ անելու։ Բա ոնց, ասեն հենց այդպես, որովհետև այդ մարդը 25 տարի աշխատել է այդ վարչությունում, ներդրում ունի համակարգի մեջ, նպաստել է համակարգի առաջընթացին, ես այդ մարդուն հանեմ, բերեմ մի հատ անգրագետ էշի, որի գլուխը մենակ դեմտենալու մարը, որ փոշ չընկնի սատկի, ասի, հետո դու ինձնից ես ուզելու, չէ այդ պատասխանը, բայց խի պետք է դրա անգործության համար ես պատասխան տամ, անգրագիտության։ Ճիշտ է կարե, պարոն Պետրոսյան։ Գիտեք ինչ, ընդհանրապես գոյություն ունի իրավունքի ինքնապաշտպանության սկզբունք, դա ամրագրված է օրենքով, քաղաքացիական օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ կետն է, չէ, 38-րդ հոդվածի, կներեք, որ դու ունես ինքնապաշտպանության իրավունք, իրանք էլ ունեն, բացի այդ նաև քրեական օրենսգրքի 32-րդ հոդվածում էլի նորից խոսվում է ինքնապաշտպանության մասին, այսինքն դու ստանում ես բացարձակ անօրինական, բացահայտ անօրինական հրաման, դու իրավունք ունես չկատարել, եւ դու դրա համար պատասխանատու ես։ Եվ այսօրվա դրությամբ համատարած է այդ վիճակը։ Արդարադատության նախարարը ասում էր մենք ուսուցիչներ ունենք, մինչեւ 500,000 են ստանում, ոմանք անգամ 700,000 եւ ավել, գնում են ատեստացիաներ են անցնում, իբր այտենց դուք տենց բան տեսեք, դուք տենց ծանոթ մանկավարժ ունեք, որ 500,000 աշխատավարձ դպրոցի խորհրդի նախագահ եմ եղել երկար տարիներ, մինչև վերջը։ Չէ, ես այդ ռեֆորմն իրենք են արել, իբր բոլորի աշխատավարձը։ Դե գիտեմ, ուղղակի ուզում եմ։ Հիմա կարամ հենց հիմա եթերով զանգեմ մի հատ ուսուցչի, ասեմ ինչքան աշխատավարձ է ստանում։ Ասում ատեստացիաները, եթե կարողանում են լավ հանձնել, նրանք 700 եւ ավել աշխատավարձ են ստանում։ Այդպես բան գոյություն չունի, որ ասում են դե մեզ ասել են, մենք էլ անում ենք, բայց դուք եք սերունդ կրթում, գոնե մանկավարժը պետք է այդ բանը չասի, Ռիփսիմե ջան։ Ասենք որ էդի ասի մի հատ էլեկտրիկ, կամ միտեղ ասես հա դե էլեկտրիկ մարդ, բայց սերունդ կրթողն ասի մեզ հանձնարարել եք մենք անում ենք, բայց քու կրթած սերունդը ինչ անելու։ Ես չեմ ուզում այդպես կոպիտ արտահայտվել պարոն Պետրոսյան ամեն դեպքում մանկավարժների մասով, բայց տեսեք։ Հա, բայց իրանք են իրանց նսեմ ասում։ Բայց տեսեք, ես շատ մեծ ցավ ապրեցի, որ այս եկեղեցիները օկուպացնելու էս կեղտոտ ծրագրի մեջ, այո, օգտագործում են մեր մանկավարժներին, ներգրավում են մեր մանկավարժներին եւ տարբեր մարզպետների, քաղաքապետերի հրահանգով երաշտական դպրոցի ուսուցիչները, սովորական հանրակրթական դպրոցի ուսուցիչները,
տնօրենների միջոցով ներգրավում են այդ կեղտոտ գործընթացի մեջ։ Ամոթ իրան։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ հարգելիներս զերծ մնացեք, պարոն Պետրոսյան ճիշտ է ասում, դուք սերունդ եք կրթում եւ ուղղակի ամոթ է, որ դուք ներգրավում եք այդպիսի պիղծ գործողություններին, հակա Աստված, հակա եկեղեցի եւ հակա քրիստոնեական ինչին, հանուն ինչի, այստեղ հարցը հենց նա հանունը ո՞րն է տեղծեր, հանունը վերջի վերջո սա շատ ծանր մեղք է, որը դուք վերցնում եք ձեր ուսերի վրա եւ հաշվի առեք, որ դուք ունեք ընտանիքներ, երեխաներ, այնպես մի արեք, որ իսկապես իրենք ամաչեն ձեզնից։ Սա շատ կարեւոր հանգամանք է։ Ես սա պետք է արձանագրեի շարունակելով պարոն Պետրոսյանի։ Ասեմ եւ վերջում ակրոստիկոսը, քանի որ ժամանակի ուրեմն գրել են Ալեն Սիմոնյանը, Ալի Սեմինը 11 հոգով գնում են Ռուսաստան։ Հա, գնում են Մոսկվա։ Հա։ Ինչ առաքելությամբ են գնում, չի գրած։ Եվ վերջում ինչ պրոդուկտ են տալու։ Մենք ունենք կառավարության որոշում 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2335 որոշումն է, որտեղ ասում է, որ գործուղված անձը որ գալիս է, պարտավոր է հաշվետվություն ներկայացնել իր գործողման պրոդուկտի արդյունքի վերաբերյալ։ Դուք այսօր տեսել եք մի գործողված, այս ինչը Ուգանդա է գնացել, այն ինչը եսիմ ուր է, ոչ մեկին հայտնի չի ուր են գնացել։ Ես կարծացի, որ այնտեղ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ հանդիպումներ ունի Ալեն Սիմոնյանը, նույնիսկ Լավրովի հետ պիտի հանդիպեր, եթե չեմ սխալվում, բնականաբար Պետդումայի նախագահի հետ եւ այլն։ Եվ վերջում ակրոստիկոս, այո։ Զոնված Նիկոլ Փաշինյան ազգանունով։ Ահա։ Հա, Փաշինյանով է կարել։ Հա, լավ։ Խտած ատամներ հերիք է կրես։ Ախր արդեն մեծ փողերի տեր ես։ Յանի խիչ է սարքում ատամները դել։ Հա։ Շատ անմեղների նետել ես բանտը, ինքդ լինելով կապիտուլյանտը։ Նայիր հետևդ անցյալդ պախտոր, յանի խելքով ես, բայց խելքից տկլոր, արի մեկ անգամ գետ դու ինձ լսիր, նողկալի կյանքիդ վերջ տուր հեռացիր։ Այս պոետիկ տրամաբանությամբ եւ տրամադրությամբ ավարտում ենք այսօր մեր հարցազրույցը, ինձ մնում է շնորհակալություն հայտնել իմ այսօրվա հյուրին, ես էլ եմ մաղթել ամուր կամք, ամուր առողջություն, պարոն Պետրոսյան ձեզ, իսկ ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, իհարկե հիշեցնելու կարիք էլ չկա, ասելու կարիք էլ չկա, բոլոր շատ լավ հյուրին ճանաչում են, բայց